Հայ-ադրբեջանական հարաբերությունները երբեք էլ բարի դրացիական չեն եղել։ Հակառակորդի անհանդուրժողականությունը առավել ակնհայտ է դարձել վերջին օրերին, եւ նա պարբերաբար ոտնձգություններ է կատարում հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ Ղարաբաղի-ադրբեջանական սահմանագծում։ Առ այսօր Պաշտպանության նախարարությունն ու Արցախի պաշտպանության բանակը պատվով կատարում են սահմանների պաշտպանության գործառույթը, կանխում հակառակորդի դիվերսիոն հարձակումները։ Ու չնայած անհանգստանալու պատճառ չունենք, այնուամենայնիվ որոշ շրջաններում Արցախյան պատերազմի ազատամարտիկները նորից միավորվել եւ ցանկություն են հայտնել լինել առաջնագծի զինվորների կողքին ու նրանց հետ միասին հսկել սահմանը։ Սյունիքում գիտեն, թե ինչ է պատերազմը, ավելին, սյունեցիները հաղթել են այդ պատերազմում, եւ այսօր նրանցից լավ ոչ ոք չի կարող պաշտպանել իր հողն ու ջուրը։ Չնայած դրա անհրաժեշտությունն այսօր չի զգացվում, բայց եւ այնպես սյունեցիները նույնպես ոտքի են ելել։ Նրանք պատրաստ են ամեն վայրկյան զենք վերցնել ու կռվի դաշտ մեկնել։ Մեր տարածաշրջանում բնակվող զինապարտներից շատերը բազմիցս հայտարարել են կոնկրետ իմ մոտ, որ մենք բոլորս պատրաստ ենք, եթե ինչ որ մի, ասենք, ռազմական իրավիճակ ստեղծվի։ Եվ իրականում այս մի քանի օրվա ընթացքում ունեցել ենք այցելուներ, ունեցել ենք զանգահարողներ, պատրաստական տղաներ, ոչ միայն նախկինում, ասենք, մարտական գործողությունների մասնակիցներ, այլ ուրեմն երիտասարդ մարտական ոգով լեցուն տղաներ զանգել եւ ուրեմն ներկայացել են զինկոմիսարիատ, որ խնդրում ենք ձեզ, եթե որևէ ինչ որ մի հավաքագրում կամ ինչ որ ջոկատի ստեղծում, խնդրում ենք մեզ ուրեմն հաշվի առնել եւ ընդգրկել այդ ջոկատների խմբում։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ մենք բոլորս իրականում պատրաստ ենք։ Ինձ մոտեցել են մեր ազատամարտիկներ, իմ մարտական ընկերներ եւ իրենց նաեւ զորակցությունն ու իրենց առաջարկությունն են արել։ Ցանկացած հրամանի դեպքում պատրաստ ենք մենք նորից զենք վերցնելու եւ նորից պաշտպանելու մեր սահմանները, լինելու մեր ազգային անվտանգության երաշխավորներից մեկը։ Պատերազմի մասնակից մարդուն այ մեզ համար երբեք պատերազմը չի ավարտվել, քանի որ դեռևս սահմաններում կրակոց կա, դեռևս որդեգորույս մայրեր կան եւ կարծում եմ, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, դա արդեն կամավորության սկզբունք չէ, որ պետք է գործի, կարծում եմ նորից ինչպես այսօր խաղաղ կյանքում, նույնպես պատերազմական իրավիճակում յուրաքանչյուրս պատրաստ են գնալու եւ պաշտպանելու նախ եւ առաջ մեր ընտանիքը, մեր ընտանիքի արժանապատվությունը եւ կարծում եմ, եթե յուրաքանչյուրս կարողանա իր ընտանիքի եւ իր հարազատների, իր բարեկամների անվտանգությունը ապահովի, հետեւաբար դա հենց պետության անվտանգությունն է։ Մեկ ամիս առաջ տարածաշրջանում անցկացված զորահավաքային զորավարժանքը փաստեց, որ զինապարտները պատրաստ են ցանկացած պահի համալրել բանակի շարքերը։ Մենք բազմաթիվ անգամ ուրեմն անց ենք կանցրել զորահավաքային զորավարժություններ։ Ուրեմն մենք որպես զինկոմիսարիատը, որպես հաշվառման ուրեմն գործընթաց իրականացնող հիմնարկություն, մենք զբաղվում ենք զինապարտների հաշվառումներով, նրանց տարիքային, ընտանեկան, առողջական վիճակի ուրեմն տարբերակները ուրեմն զանազանելով, զբաղվում ենք ուրեմն զինվորական մասնագիտություններ ունեցող առաջի եւ երկրորդ խմբի զինապարտներով, այնպես որ բոլոր անհրաժեշտ տվյալները եւ մարդկանց քանակությունը գրանցված է մեր մոտ եւ ինչպես վերջին զորավարժությունների ժամանակ, երբ մենք ամբողջովին կարողացանք ուրեմն համալրել մեր զորքերը, այսօր էլ մենք պատրաստ ենք նույն կերպ ուրեմն կազմակերպել բոլոր ուրեմն նախատեսված աշխատանքները։ Իհարկե, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Հենց զորավարժությունները դրա համար էր, որ յուրաքանչյուրս գիտակցենք, ըմբռնենք, հասկանանք, որ այս ամենը կատարվում է մեր ընտանիքների, մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի պաշտպանության համար։ Տարբեր լրատվամիջոցներ տարբեր կերպ են մեկնաբանում իրավիճակը, իսկ համացանցում նույնիսկ քննարկումներ են ընթանում, գնահատականներ հնչում։ Սոցիալական ցանցերը ողողվել են պատերազմական կադրերով, նկարներով, ինչպես նաև ապատեղեկատվությամբ։ Միակ ճշմարտությունն այն է, որ մարդիկ ուղղակի ցանկություն են հայտնել անդամագրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում միանան սահմանապահներին։ Շատերն էլ անհամբերությամբ սպասում են Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև, Օգոստոսյան հանդիպմանը, ակնկալելով, որ իրավիճակը կկայունանա։
Օգոստոսի 5-ին Քաջարանի մանկական ամառային ճամբարի երկրորդ հերթափոխը ևս հատեց եզրագիծը։ Երկու ճամբարներն էլ մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել վերջին միջոցառմանը։ Այն եւ քնություն էր, եւ երախտիկի խոսք բոլոր նրանց, ովքեր աջակցել են ճամբարի կայացմանը, կազմակերպել էին փոքրիկ բեմականացումներ, ելույթներ, երգուպար։ Նախորդին Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը ճամբարականներին հրավիրել էր մեկ ճամբարային օր անցկացնել բնության գրկում Թթու ջուր կոչվող տարածքում։ Այստեղ երեխաները նախ մաքրեցին տարածքը, ապա կազմակերպեցին խաղեր։ Յուրաքանչյուր ժողովրդի պետության ապագան երեխաներն են եւ այստեղ ոչ միայն խորհրդանշական է այն, որ մեր երեխաները հակվել են հայոց պետականության խորհրդանիշ երագույն դրոշով, այլ նաև բնության գույներն են ներդաշնակ մեր երեխաներին, այս գետի կարկաչին նաև այս երեխաների մեղեդին էլ ավելի է սքանչելի դարձնում մեր բնությունը։ Կարծում եմ հենց մենք բոլորս ավակներս պարտավոր ենք եւ սա ամենասուրբ գործն է ծառայել երեխաներին։ Առաջին հերթափոխին չեմ եկել, երկրորդ հերթափոխին եկել եմ, շատ լավն է, գոհ եմ, ուզում եմ երրորդն գա։ Մեր ճամփարում շատ լավ է, բոլորի տրամադրությունը շատ լավ է, այստեղ ավելի լավ է, քան դպրոցում, բայց երկուսները շատ լավ են։ Մենք բոլորս խաղում ենք, բոլորը շատ ուրախ են։ Ժամանակ ենք անցկացնում, ուրախանում ենք, խաղեր ենք խաղում։ Այդ մեզ թատրոններ են սովորացնում, միասին զբաղվում ենք։ Ճամփարային օրերն էլ է լավ, դասյակները լավ խաղացնում են, ոնց է լավ երեխեքի նայում են, դենց ոչ մի բան ստե դժգոհելի չի։ Շատ է տաքսկի անցնում, լավ խաղեր են խաղում, ճաշելու են գնում, շատ համեղ ալնում ճաշը, դժգոհելու բան չկա։ Ես միշտ էլ ինչքան էլ որ կարամ միշտ էլ գալու եմ ճամփար, որտեղ ընկերներս էլ են ստեղ լինում, շատ հետաքրքիր անում։ Ճամփարում լավ անցնում, ընկերներ եք ձեր բեռնում, շատ եք խաղում։ Իմ հիշողությունները մեջ մնալու են, որ մենք գնացել ենք տարբեր տեղեր, այնտեղ լավ ենք անցկացել։ Վարդան Գևորգյանը հրավիրել էր նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանին ու ընկերության ոչ արտադրական գծով տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանին։ Ճամբարի երրորդ հերթափոխը կմեկնարկի օգոստոսի 11-ին։ Օգոստոս ամսվա երկրորդ շաբաթը ևս կանցնի առանց տեղումների, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։ Սյունիքի մարզային հիդրոմեծարայության պետ Ժորա Գևորգյանը ներկայացրեց մինչև օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածի եղանակի տեսությունը։ Մինչև ամսի 15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-ի 13-ին սպասվում է ջերմաստիճանի նվազում 2-3 աստիճան։ Հարաբերական խոնավությունը առայժմ պահպանվում է մինչև 45%, երաշտ անվանել հնարավոր չէ, որտեղ 10 օրվա ընթացքում, եթե հարաբերական խոնավությունը 30 աստիճանից ցածր է լինում, ժամանակ համարվում է երաշտ, առայժմ երաշտ չի համարվում։ Հուլիսից հետո օգոստոսը տարվա երկրորդ շոգ ամիսն է համարվում, բայց եղել են դեպքեր, որ ջերմաստիճանը նորմայից կտրուկ իջել ու բարձրացել է, այդպիսին եղել է նաև Սյունիքի մարզում։ Ամենաշոգ ամառ օգոստոս գրանցվել է 2011 թվականի օգոստոսին, Մեղրիում 41 աստիճան, Կապանում 38 աստիճան, ամենացածր բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Սյունիքում 1941 թվականի -2-3 աստիճան։ Ժորա Գևորգյանը նշեց նաև, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսը բարձր է, ուստի խորհուրդ է տրվում օրվա որոշակի ժամանակահատվածում խուսափել արևի կիզիչ ճառագայթներից։ Հայ պետհիդրոմետրի կողմից խնդրում եւ զգուշացում է, որ զերծ մնալ արևի կիզիչ ճառագայթների տակ կանգնելուն, երկար կանգնելուն, քանի որ ժամը 11-ից ժամը 17-ը
ուլտրամանշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է լինում, որը բացական ազդեցություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա։ Սյունիքում շոգ ու չորային եղանակը պահպանվելու է մինչև ամառվա վերջին։